Իշխանության նախաձեռնած խլելը նորաձևը օպերացիան բազմերանգ դրսևորումներ է ստանում, որով փորձ է արվում եւ հաշվեհարդար տեսնել քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ եւ իշխանությունը օգտագործել ուրիշի ստեղծածի հաշվին նեղ խմբային շահեր կարգավորելու համար։ Թեև օրվա թնջուկի կենտրոնում հեծի շուրջ ստեղծված իրավիճակն է, սակայն ակնհայտորեն այս ամենն ուղիղ կապ ունի իշխանության Մայաթորի դեմ հրահրած անարժանապատիվ պատերազմին եւ նրա սատարման դիրքերից հանդես եկողներին։ Ավելին, սա միայն Սամվել Կարապետյանին վերաբերող հարց չէ, այստեղ Կարապետյանի ֆիգուրը որպես անվիճելի հեղինակություն է առաջին պլան բերվում, մյուսներին ազդանշան ուղարկելու առայն, որ իշխանությունն իր կառուցած բռնատիրությունը պաշտպանելու ճանապարհին մարդկանց ունեց զրկելու, ազատությունից զրկելու կամ բռնություն գործադրելուց հետ չի կանգնելու։ Իշխանությունը փորձում է երկիրը հազարամյակներով ստեղծվածը, երկրի կենսունակությունն ապահովող ինստիտուտները, մայրաթորից մինչև ազգային արժեքներ զրոյացնել ու ճանապարհ բացել փլատակների վրա հավերժիժղելու իր գաղափարների համար։ Այս ճանապարհին իշխանությունը շարժում այնպես, ինչն իր մոտ ամենալավն է ստացվում։ Հասարակության ներսում թշնամության սերմանում, ներհասարակական բևեռացման խորացում, որտեղ բոլորը բոլորի դեմ են գործում։ Իշխանության համար կա մեկ գերագույն նպատակ, որքան հնարավոր է երկար պահել իշխանությունը, իսկ դրա ճանապարհին այսպես կոչված ցանկացած խոչընդոտ, քաղաքական ընդդիմախոսությունից մինչև հանրային բողոքի ցանկացած դրսևորում բոլոր միջոցներով ճնշվելու է։ Ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության մասին ամենաշատը խոսող կառավարությունը երկիրը վերածել է բռնատիրության, որտեղ մարդկանց առաջարկում է կամ ենթարկվել